Հայաստանի կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ երկար դադարից հետո հայ հանդիսատեսին կներկայացվի դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան։ Բեմում կլինեն տարբեր երգչախմբեր եւ նվագախմբեր, համերգը կղեկավարի իսպանացի դիրիժոր Ուլիսես Իանը։ Նմանատիպ համագործակցությունները մենք փորձում ենք կամերային երաժշտության ազգային կենտրոնի բոլոր կոլեկտիվների մասնակցությամբ լինի հաճախակի, այսինքն միջազգային թե սոլիստների հետ, թե դիրիժորների հետ ու ընտրվում են այնպիսի ստեղծագործություններ, որ հանրությանը ավելի ճանաչելի դարձնելու համար, այսինքն մեծակտավ գործեր։ Ու վստահ եմ այս ստեղծագործությունն էլ հենց այս շրջանում որ պետք է կատարվի, քանի որ մեծ պահքի շրջանում է կատարվում, այսինքն ինքը խորհրդանշական է։ Ուլիսես Յանի հետ գործակցում են արդեն երկրորդ անգամ։ Դիրիժորը հեշտ է ընտելանում հայկական միջավայրին, իսկ երաժշտության լեզուն օգնում է հայ երաժիշտների հետ աշխատանքում։ Մասնակցելու են Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով, Երևանի պետական կամերային երգչախումբը եւ Կոմիտաս երգչախումբը, ունենք մենակատարներ Նելի Քալաշյան, Շահանե Աղաքարյան, Գուրգեն Պողոսյան եւ Աշոտ Ղանթարջյան։ Վերջին փորձն ու շտկումներն են պատասխանատու համերգից առաջ։ Աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում աշխարհի արարումը ղեկավարած մաեստրոն հիացած է հայ երաժիշտների մասնագիտական բարձր որակներով։ Շատ ուրախ եմ լինել Հայաստանում եւ ղեկավարել կամերային նվագախումբը։ Հայ երաժիշտները չեն դադարում ինձ զարմացնել, թե նվագախումբը եւ թե երգչախումբը բեմում կարծես մեկ մարմին լինեն։ Թվում է նրանց ի վերուստ են տրված Հայդնի արտահայտչամիջոցները։ Այնպես են երգում ու նվագում, որ երբեմն նույնիսկ զարմանում եմ, որ կարելի է այսքան զգալ ստեղծագործությունը։ Հայ երաժիշտները իրոք տաղանդավոր են։ Համերգը մարտի 18-ին է Արամ Խաչատրյան համերգասրահում։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։